Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հաջորդիվ Լիլիթ Գալստյան, Տիկին Գալստյան, համեցեք։ Շնորհակալություն։ Տիկին Վարդապետյան եւ սիրելի հայրենակիցներ։ Այս դահլիճում խորհրդարանական երկրի գլխավոր հարթակում ուր 3 երկրի վարչապետը ուղիղ եթերում ծայրահեղ ոչ նորմատիվ հանրային վտանգավորության վարք էր դրսևորում այն համեմելով համբալ խոսույթով, նաև քաղաքական ընդդիմադիրներին սպառնում լցնել ԱԱՏ պատվալներն ու վրանել ձեռքով վիզ կտրելու շարժումանում, դժվար է խոսել իրավական երկրից եւ օրենքի գերակայությունից։ Այդուհանդերձ խոսելու եմ, որովհետեւ դուք երկրում ձևավորած մթնոլորտի եւ բարքերի համար պատասխանատու առանցքային դեմքերից մեկն եք։ Իրողություն, որը երբեք չի ջնջվելու թե ձեր, թե երկրի կենսագրությունից։ Կույր պիտի լինել չտեսնելու անվտանգային, իրավական, քաղաքական եւ բարոյական այն խորը ճգնաժամը, ինչի մեջ թաղված է երկիրը։ Ճգնաժամը համակարգային է։ Հետևաբար հանրային կառավարման ինստիտուտներից յուրաքանչյուրը եւ հատկապես քաղաքական մեծամասնությունը ունի իր պատասխանատվության եւ մեղքի բաժինը։ Անպատժելիության, ամենաթողության եւ ներազգային ատելության խայտառակ մթնոլորտը դոմինոյի էֆեկտով քանդել եւ շարունակում է քանդել մեր ընդհանրական արժեհամակարգը, հատված են բոլոր կարմիր գծերը։ Դուք, Տիկին Վարդապետյան, մեր պետական շահերի գլխավոր պաշտպանն եք սահմանադրությամբ, եւ այդ իրականության մեջ արմատական փոփոխություն մտցնելը ձեզ համար ոչ միայն լիազորություն է, այլև պարտավորություն։ Տիկին Վարդապետյան, ձեր հանրային վարքի մի շարք դրսևորումներ իջիկ են դարձնում անկախ եւ անաչառ գլխավոր դատախազ լինելու սահմանադրական պահանջը, նաեւ այդպիսին երևալու ձեր ճիքը։ Ձեր պաշտոնի չեզոքության պահանջը կասկածի տակ եք դրել բազմաթիվ դրվագներով, ինչի մասին ես խոսել եմ այս ամբիոնից։ Լավ է, որ կրթության նորաձևության արշավում ես ձեզ չեմ նկատել, բայց դուք եւ մի հաճույքով մասնակցում եք վարչապետի զուգընկերուհու հրավիրած միջոցառումներին եւ ճաշկերույցներին, կարծեմ նույնիսկ երգում եք, ինչը կարող է ոչ էական մանրուք թվալ այս ամբիոնից հնչեցնելու համար, բայց սա խոսում է իշխանական միջավայրում ձեր հարմարավետության մասին։ Եվ դա ձեր ընտրությունն է, եւ դուք շատ լավ գիտեք, Տիկին Վարդապետյան, թե ձեր պաշտոնը իրավական եւ սոցիալական ինչ բարձր պատասխանատվություն է ենթադրում, եւ թե ձեր հանրային վստահության աստիճանի վրա ինչպես է ազդում քաղաքական աֆիլիացվածությունը։ Այսօր ընդհանրական է այն համոզումը, որ Հայաստանում մարդը պաշտպանված չէ եւ քաղաքացին չի կարող իրացնել օրենքով իրեն ամրագրված իրավունքները։ Տիկին Վարդապետյան, կարծում եմ 200 էջանոց ձեր տարեկան հաղորդումը համեմատում են այն իրական Հայաստանի հետ եւ հարց է առաջանում, թե ինչ է փոխում այն հայ մարդու կյանքում։ Միջազգային կառույցներն են արձանագրում դատական ոլորտի բարեփոխումների տապալման եւ արդարադատության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա դրա ունեցած բացասական ազդեցության մասին։ Բացարձակ մտահոգիչ է վիճակագրությունը, հանցագործության որոշ տեսակների աճը, ընտանեկան եւ կենցաղային բռնությունների 167%, ընտանեկան բռնությամբ սպանությունների 333%-անոց աճը, թրաֆինգի 89%, անչափահասների շրջանում կենցաղային հողի վրա սպանությունների աճող թիվը, ավտոճանապարհային պատահարների աղետալի թիվը օրական 1-ից ավելի մահացու ելքերով։ Երկրի բոլոր ախտերը ձեր վրա բարթելու կանխակալություն չունեմ, բայց ձեր կողմից ղեկավարվող ինստիտուտից համապատասխան վարք եւ գործունեությունն են ակնկալում, մանավանդ որ օժտված եք բավարար օրենսդրական գործիքներով եւ լիազորություններով եւ որպես պետական շահի պաշտպան դուք նաեւ կանխարգելման մեխանիզմ եք, որը իմ համոզմամբ մատնված է անգործության։ Ձեր պաշտոնառության շրջանում էր ազգային ժողովի նախագահի կողմից քաղաքացու դեմքին թքելու դեպքը, հանձնաժողովին նիստում ԿՊ քարտուղարի հայհոյախոս բռնության կոչերով խայտառակ վարքը։ Սա պիտի ձեզ սթափեցներ, հանրային բարեվարկության անկումը հակազդող գործելաոճ պարտադրեր, բայց ոչ։ Տիկին Վարդապետյան, դուք գերադասում եք հարմարավետությունն ու լռությունը։ Ճիշտ, ինչպես այսօր խուսափեցիք իրավական գնահատական տալ Փաշինյանի 3 այստեղ դրսևորած վարքին եւ հայտարարություններին։
Ծանր իրավիճակ է քրեական արդարադատության ոլորտում, բանտերում խոշտանգումներ, նվաստացումներ, բժշկական օգնության անբավարար մակարդակ։ Քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասում կատարած անձանց թիվը աճել է 30%-ով, աճել են նաև ինքնասպանությունները։ Վերջին տարիներին ոչ միայն որևէ դրական փոփոխություն չի եղել խոշտանգումների բացառման ուղղությամբ, այլև անջատվել են ոստիկանության բաժիններում տեղադրված տեսախցիկները։ Որպես կանոն, քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած հանցագործությունների եւ խոշտանգումների դեպքերը չեն դարձել պատշաճ քննության առարկա։ Որպես պատիժների եւ հարկադրանքի միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնող կառույց, կարող եմ եզրակացնել, որ դուք ձախողել եք նաեւ այս ոլորտը կամ բնագավառը։ Անհնար է տեսնել եւ լսել, թե ինչպես է բարեփոխված ոստիկանությունը խոշտանգում ակտիվիստ Սամվել Վարդանյանին եւ հավատալ բարեփոխված ոստիկանությանն ու պաշտպանված իրավունքներին։ Անհնար է տեսնել, թե ինչպես են կարմիր բերետավորները ոհմակաբար խոշտանգում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում ԱԺ պատգամավորների եւ հավատալ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին։ Անհնար է ուղիղ ռեժիմում տեսնել ոստիկանության մեկ այլ բանդայի կողմից ազդանշանի համար գետնին տապալած քաղաքացուն եւ առհասարակ չկորցնել հավատը արդարադատության եւ պետական շահի նկատմամբ, մանավանդ որ արդարադատության նախարարն էլ առանց քննության հայտարարում է, թե քաղաքացին հայհոյել է։ Օրինակները հարյուրավոր են, պատասխանատվության ենթարկված ոչ մի ոստիկան, այսպիսին է ոստիկանական բռնապետություն Հայաստանի Հանրապետության պատկերը։ Մի շարք միջազգային կառույցներ արձանագրել են նաև, որ զանգվածային միջոցառումների սպասարկման հիմնական պատասխանատու ստորաբաժանումը ոստիկանության զորքերն են, որոնք իրենց կառուցվածքով, գիտելիքներով եւ սպառազինությամբ ոչ թե ոստիկանական են, այլ զինվորական հրաձգային ստորաբաժանում։ Ինչ ունենք։ 24 թվականի նոյեմբերի դրությամբ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։ Հունիսի 12-ի հավաքի ընթացքում ուժի անհամաչափ գործադրման եւ լուսաձայնային նռնակներ օգտագործելու համար։ 24 թվականի նոյեմբերի դրությամբ եմ ասում։ Հանրահավաքներում ոստիկանական աննախադեպ խախտումների, բռնությունների արդյունքում այս ոլորտի գործնական դաշտի գնահատականը վատթարացել է 23 թվականի 4.9-ից 24-ին դառնալով 4.7։ Գործընկերներից մեկը կասկածում էր, կարող է գնալ եւ ուսումնասիրել։ Հակառակ միջազգային պարտավորություններին, տիկին գլխավոր դատախազ, ինչի մասին դուք շատ լավ իրազեկ եք, շարունակվում է կալանքի որպես խափանման միջոցի ֆետիշացումը Հայաստանում։ 23-ի համեմատությամբ այն աճել է 12%-ով։ Անկամ միջին ծանրության հանցագործությունների դեպքում հսկող դատախազները սևեռուն կամայականությամբ ուղղակի տանում են կալանքի կամ պահանջում կալանք։ Բազմաթիվ են խնդիրները խոսքի ազատության ոլորտում, լրագրողների դեմ հարձակումներ, ապատեղեկատվություն, ատելության խոսքի բարձր մակարդակ։ Ոստիկանության եւ այլ անձանց կողմից 24 լրագրողի դեմ արձանագրվել են մի քանի տասնյակ բռնության դեպքեր, ոչ մի պատասխանատվություն։ Շարունակական է նաև ազգային ժողովում լրագրողների եւ լրատվամիջոցների թիրախավորումը։ Դուք դարձյալ չեք գնահատում երևույթի հանրային վտանգավորությունը եւ պատշաճ չեք արձագանքում։ Տիկին Վարդապետյան, դուք որպես պետական շահի պաշտպան չեք տեսնում որոշ լրատվամիջոցների կողմից տևական ժամանակ գեներացվող ատելության խոսքը ուղղված քաղաքական ուժերին, մասնավորապես արցախահայությանը։ Ավելի քան ակնհայտ է իրավապահ մարմինների ընտրովի վերաբերմունքը, պաշտպանելով պաշտոնյաների եւ ոչ հանրային շահը։ Հիմա կասեք, դուք իմ հայցով քրեական վարույթ եք այսպես հարուցել, բայց ես բազմաթիվ այսպես իմ դիմումներ մնացել են անպատասխան, որոնք վերաբերում էին այս խոսքի ատելության խոսքին եւ որը ձնագնդի պես մեծանում էր։ Թվարկված եւ այլ համակարգային խնդիրների արդյունքում Հայաստանը շարունակում է մնալ 54-րդ տեղում, ինչպես եւ տարիներ շարունակ, իսկ սա նշանակում է, որ Հայաստանը կիսաազատ երկիր է։ Տիկին Վարդապետյան, այն, որ ձեր նշանակումը քաղաքական է եւ պայմանավորված ռեժիմի շահերը սպասարկելու պատրաստակամությամբ, արձագանքել է նաեւ Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների մոնիտորինգային վերջին զեկույցը, ցիտատ. Մտահոգությունները շարունակում են մնալ գլխավոր դատախազության անկախության եւ անաչառության, ինչպես նաեւ համակարգի ներսում բարեփոխումների բացակայության հետ կապված։ Դուք, Տիկին Վարդապետյան, համաձայն եք թե ոչ, կրում եք ձեր բաժին պատասխանատվությունը
որպես այս մթնոլորտի եւ այս բարքերի, որպես մեր քաղաքակրթական կոդի եւ իրավական եւ սոցիալական երկրի ձևախեղման մասնակիցներից մեկը։ Եվ վերջում տիկին Վարդապետյան, հավատացեք, ձեր նկատմամբ որևէ մեկը ատելության խոսք չի տարածում կամ ձեզ թիրախավորում որպես կին։ Դուք քննադատության եք արժանանում, որովհետև այդպես էլ չկարողացաք հաղթահարել ձեր պաշտոնին անհրաժեշտ անկախության եւ սկզբունքայնության պահանջը։